իրականում սա պլանավորված հանդիպումների շարքից մի հանդիպում էր, հրատապության այսպես որպեսզի նաև թիմակիցների մոտ հյուրընկալում չառաջանա, հրատապության հարց չկար, սովորական աշխատանքային ռեժիմով հանդիպումներից մեկն է սա, բայց իրականում եւ հարցերը եւ առաջարկները եւ հարցադրումները շատ են թիմակիցների մոտ։ Այս ամբողջ ժամանակահատվածում ձեր գլխավորությամբ ամբողջ քաղաքական թիմը լծված եղել է քարոզարշավի աշխատանքներին, առաջարկ Հայաստանի ծրագիրը ներկայացնելու աշխատանքներին, հանուն անկեղծության պետք է ասեմ, որ քարոզարշավի առաջին մեկ շաբաթ 10 օրը բովանդակային առումով ավելի շատ էինք բոլորս կենտրոնացած թիմը ծրագիրը ներկայացնելու վրա։ Դրանից հետո բնականաբար քաղաքական այսպես դաշտում տեղի ունեցող գործընթացների արդյունքում ռեսուրսների մի մասը նպատակաուղղվում էր որոշակի այսպես մեղադրանքների եւ այլնի արձագանքման, սակայն սա արդյունավետության առումով կարծում եմ որևէ դերակատարում չի ունեցել։ Եվ ես ուզում եմ սիրով խոսք այս պահին փոխանցել պարոն Սուրեն Սուրենյանցին, ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու պարոն Սուրենյանց, ձեր գնահատականը քարոզարշավի ընթացքին քաղաքագիտական նաև վերլուծական մասով ներկայացնելու եւ ձեր առաջարկները, մեր աշխատանքները վերջին այս եզրագծին մոտենալու ճանապարհին ել ավելի արդյունավետ ու բովանդակային դարձնելու առումով։ Շնորհակալ եմ։ Սուրենյան կներես մի վարքեն, ես մի բան չասեցի, ամենակարևորը ես ասել եմ մեկ անգամ եւս նորից ասում եմ, որ մենք ոչ մեկին վրա ցեր չենք շփոթվելու, ոչ մեկին չենք վիրավորելու։ Մենք ներկայացնում ենք մեր ծրագիրը, իրանք էլ թող իրեն, բայց ով փորձի մեզ քննադատելու կամ վիրավորելու, ուրեմն անմիջապես իր պատասխանը ստանալու է։ Անձնաստանալու երբեք ու երբեք ընտանիք մտնել չկա։ Սա հիմնական մեր մեծությունն է, մեր բարձրությունն է, մեր կլասն է, որ քաղաքականության մեջ ընտանիք մտնելը դա ճիշտ չի։ Այլով կփորձի, որ մեզ վիրավորել, միայն ու միայն իրեն ընտանիք, դա մենք մոռանում ենք, դրանից մեր մեծությունն է, մեր բարձրությունն է։ Դա իմացեք ընդմիշտ, որ կարգը սա է։ Պետք է որ օրինակ այսօր ես լսելով նայելով որ բոլորը հիացած են այդ առաջարկից, ասենք խոսում են, ասում են Հալալա Ծառուկյանին, Հալալա դե բոլորի մոտ թող օրինակ ընդունվի, որ խոսում ես թող իրար հետ խոսան, քննադատեն իրար ինչ որ կա, բայց ընտանիքը դա կապ չունի, որ դա պետք է բարձունքը պայեք պահպանենք իմ թիմով, օրինակ ծառայենք։ Ասած շնորհակալություն։ Հիվետանը քիչ չափազանցրեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը երկու օր դիմացավ ծրագրային վտարշավի մեջ, երրորդ օրվանից արդեն լրիվ թիրախավորումների, պիտակավորումների, այդ փուլում եք արեց առաջ ճակատագրական սխալ եմ կարծիքով, ես հիմա ավելի շատ որպես քաղաքագետ եմ խոսում։ Այո։ Ճակատագրական սխալը են, որ բոլորից տեղավորեց մի զամբյուղում, այսինքն նկատի ունեմ առանցքային երեք ընդդիմադիր ուժերի, տեղավորեց մի զամբյուղում, անունը դնելով պատերազմի եռագլուխ կուսակցություն, չնայած ինքը շատ է լավ գիտի, որ իրենց էլ տարբեր են, մեր մոտեցումներով էլ, թիմերով էլ, ծրագրերով էլ, խոսույթով էլ, այն ամենայնիվ է սխալը բերեց ինչի։ Երբ որ վարկանիշի անկում ունեցող իշխանությունը անում է նման բան, ավտոմատ դա բերում է ու ինքը թիրախավորում է նրանց էլեկտորատների բյուրեղացման ու ուժեղացմանը, ինչը շատ արագ տեղի ունեցավ եւ բոլոր երեք ուժերի շուրջ էլեկտորալ բյուրեղացում տեղի ունեցավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին նույն կուրատորները ներքին արտաքին դրդում են երկրորդ ճակատագրական սխալը անելու, որովհետեւ պարոն Ծառուկյանը միանգամայն ճիշտ է, հանրային տրամադրությունը շեշտակի փոխված է։ Չկողմնորոշված մի հատ զանգված կար իմ հաշվումներով մոտավորապես 40-50 հազար մարդ, որ նախորդ ընտրություններին չի մասնակցել, հիմա այդ զանգվածը որոշել է մասնակցել, մոտիվացված է տալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանին, եթե շատ պարզ ու անկեղծ խոսանք, դրդում են մոլդովական մոդել կիրավել կամ ֆիլտրումներ անել։ Այսինքն, այդ երեք առանցքային ուժերից մեկին, գուցե երկուսին ընտրապայքարից դուրս դնել։ Հիմա հարամություն 1, հարամություն 2 պայմանական տես բաժանենք, հարամություն 1 է նա, որ մեկին եմ փողում բանից դուրս, կամպանիայից։ Ես ուրիշների մասին չխոսամ, մեր վրա բերեմ օրինակը, կորեկտ չի մյուս ուժերի մասին խոսալ, որ իրանք մտածել են մասին համենք։ Ուրեմն եթե հանկարծ հանգամանքները ձևավորվում են, օրինակ մենք ֆիլտրվենք, մենք ունենք պլան B եւ պլան G ունենք։ Ուրեմն մեր էլեկտորատը իմ շատ համեստ գնահատական կտան, որ չեն ինքնագոհություն, ամենամոտիվացվածներից, էներգետիկ առումով
ակտիվներից մեկն է, եւ ունենք մեկ մի առավելություն, որ մյուսները չունեն, ունենք շատ խարիզմատիկ առաջնորդ, այսինքն մեր էլեկտորատին դա կարգապահություն հաղորդում, եւ առաջնորդի մի խոսքով էլեկտորատը կարա մոբիլիզացվի։ Հետևաբար մենք պիտի ազդակրենք, որ եթե իշխանությունը գրի նման ավանտյուրայի կամ սխալի, մեր էլեկտորատի ոչ մի ձայն չի փոշիանում։ Եվ ընդհանուր գործը, այսինքն հունիսի 7-ի իշխանափոխության դարձնելը չի դժվար։ Սա մեկ։ Հարամություն երկուսը այնա, որ ինքը ասենք երկուսի ֆիլտրի մոտավորապես Մոլդովայում տենց արեց։ Այս դեպքում իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալի, որ Հայաստանում ստեղծվելու է հեղափոխական վիճակ։ Որովհետև այդքան էլեկտորալ զանգված դուրս դնելը խաղից հնարավոր չի։ Իմիջիայլոց մի բան ասեմ, Մոլդովայի ընդդիմությունը շատ պարակտված եւ շատ, ասած ասեմ, կարդացված ընդդիմություններ էլի, թույլ էր ավելի, քան մեր այսօրվա ընդդիմությունը։ Հետևաբար ես առաջարկում եմ, որ առաջիկա այս 7 օրը մենք այդ երկու հստակ ազդակներ տանք, որ ձեր առաջին եւ երկրորդ հարամությունները բերելու են ավելի մոտիվացված հասարակության, ավելի ուժեղ հասարակության, ավելի փոփոխություն բերող հասարակության, այս շատ կարևոր է, որովհետև իրանք այսօր փորձում են հասարակության մոտ ֆոբիաներ առաջացնելով, ընտրողների մասնակցության մակարդակը իջացնել։ Իրա միակ փրկությունը դա է, որովհետև եթե 1.350.000 գերազանցող ընտրող գնաց տեղամասել, իր պարտությունը երաշխավորված է։ Ես հիմնականում այսքանն եմ ուզում ասել եւ պարոն Ծառուկյան, ձեր ասացիներ մենք ընդհանրապես հավատարիմ ենք ուզում, ինչը մեզ չեն թիրախավորում, մենք չենք թիրախավորում, իհարկե ցավոք սրտի ելի եմ կրկնում, երրորդ օրվանից չես կարող էլի անդադ շախմատ խաղած, երբ որ դիմացինը շաշկի քարը շպրտում վրետ, մի կողմից է դուք ստիպված adekvat պատասխան տես։ Թթվի քարը խփող։ Այսքան է։ Ես կարող եմ ասել, որ դա սա հասկանալի է, ասենք թե որտեղ դուք գիտեք առաջի օրվանից, երբ որ մենք սկսել ենք քարոզարշավը, ես նույնպես հայտարարել եմ, որ որևէ մեկին 19 կուսակցություն մասնակցության, որևէ մեկին չքննադատեք, թթու բառ չասեք, չվիրավորեք, դուք ներկայացեք ձեր ծրագիրը, իրենք էլ իրենց ծրագիրը։ Բայց ասենք ու այդպես էլ եղել է ու միանգամից հարձակում մեր վրա, որ ասենք թե որևէ մի բան, ասենք թե ասված չի, թթու բառ ասված չի, բայց ասենք թե ասելով, վիրավորելով, դե պարզ է պետք է պատասխանները տեղին ավելին այս տնական, բնական ասել ենք, ավելորդ բառ չեն տվել, մենք թույլ չենք տվել։ Ու իմ համար հասկանալ չէ, իրանք դրանից օգտվում են, որ ասենք թե թույլ են տալու, դա ինչ է, դա ինչ է նշանակում, ուրեմն ուզում եմ որպես քաղաքագետ մի հատ բացատրեցին։ Պարոն Ծառուկյան, իրանց նպատակը ընդհանրապես ես մի քիչ այդ մարդուներ ճանաչելով երկար տարիներ շատ լավ հասկանում եմ, որ ցայտոթի մեջ է։ Այո։ Եվ քանի որ սխալ է արել, բայց հիմա սխալից էլ հետ կանգնել չի կարող, իներցիայով գնում է։ Եկե սխալի վրա անում է։ Իհարկե թիրախավորումները իրա առանձնապես բացի մի հատ զանգվածից, կան չէ, որ հասարակության շերտեր, որ ոչ մի արդյունք չեն ստեղծել, անդադ նախաձոր են վերաբերվում հաջողակ պատմություն ունեցող մարդկանց։ Բայց այդ շերտը կազմում է մի հատ մարգինալ շերտը 15-ից 20%։ Ինքը իրան փակեց այդ շերտի մեջ։ Այս իր առաջին տրաշարն է 2018-ին հեղափոխության մասն էր խոսում նորմալ։ 21-ին ընդդիմությունը մի հատ սխալ արեց, իրան դիրքավորեց որպես նոյեմբերի փաստաթղթի հակառակորդ, ինքը դրանից օգտվեց որ ձևի ռացիոնալ քարոզարշավ կարացավ տալի։ Այս ընտրարշավում ինքը իրան դրել է պատանդ, մի քիչ կոպիտ բառ չի, լյումպերի պատանդ է դարել։ Այս ձևով ինքը ընդհանրապես իր էլեկտորատը չի կարող վեծացնել։ Այն ինֆորմացիա կա, ինչքան մեծ դիվանագիտական աշխատանք են թափել, որ Թրամփի հետ դատարկ թուղթը ստանան։ Իրականում այդ թուղթը Հայաստանի դեմ թուղթ է, որովհետև բացահայտորեն ասում է, ես ձեր ղեկավարին օգտագործում եմ իմ աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Ոստեղ ամենաեականն է, որ այդ մոտավորապես անալոգիա անելով իշխանության վերարտադրություն Սյունիքի դիմաց գործարք է կնքում։ Մոտավորապես էլի, եթե ձևակերպենք։